Ողջունում եմ բոլորիդ սիրելի հայրենակիցներ, քույրեր, եղբայրներ։ Այս շաբաթօրը նոր տարվա 2026 թվականի առաջին շաբաթն է, որ մենք միասին երկրպագում ենք Աստծուն։ Եվ վերջերս մեր եղբայրը ինձ հարց տվեց, որ մի թեմա կա, որը հետաքրքրում է իրեն, եւ խնդրեց, որպեսզի այդ թեմայի շուրջ խոսենք, բայց քանի որ մի քիչ լայնածավալ է, կարճ ժամանակում դժվար թե կարողանայի տեղավորել, ուստի որոշեցի, որ քարոզի տեսքով այսօր ձեզ ներկայացնեմ, եւ հենց սկզբից ես ուզում եի մի հարց տալ։ Ակնկալում եմ պատասխան առաջին հերթին երիտասարդներից, խնդրում եմ մեծահասակները չպատասխանեն։ Երիտասարդներին, ովքեր գիտեն երիտասարդներ, մեր մոլորակը քանի տարեկան է։ Խնդրեմ։ Ինչքան։ Մինչև 6000, էլի ուրիշ ինչ պատկերացումներ կան։ Պատրիկ, դու ինչ ես կարծում, քանի տարեկան է մեր մոլորակը։ Okay, շնորհակալություն։ Ուրիշ կան տարբերակներ, որ դուք լսել եք մեր մոլորակի տարիքի վերաբերյալ։ Միլիարդ։ 7։ Ուրեմն, եթե դուք ձեր կարող եք ասել այո։ Շատ բարի։ Դուք փորձել եք այդ հարցը, շնորհակալություն, օրինակ համացանցում փնտրել, օրինակ, երբ որ գնաք Google, գրեք, տեսեք, քանի տարեկան է մեր երկիր մոլորակը, ինչքան է գրում Google-ը։ Տալիս է 4.54 բիլիոն տարի։ 4.54 բիլիոն տարի նշում են, որ մեր երկրի տարիքն է։ Հիմա շատ իրեր է։ Ես երբ որ գրեցի, որպեսզի տեսնեմ ինչ են աշխարհիկ մարդիկ մտածում մեր երկրի տարիքի մասին, հաջորդ հարցը ես ինչ գրեցի, գիտեք։ Գրեցի Google-ում, խնդրում եմ նշեք մի որևէ կոնկրետ պատմական իրադարձություն մեր թվարկությունից առաջ, օրինակ 3500 տարի։ Կոնկրետ իրադարձություն։ Ինչ եք կարծում, ինչ գրեց Google-ը։ Ոչ մի բան։ Ընդհանուր ինչ-որ խոսքեր չկան։ 3500 տարի մեր թվարկությունից առաջ չկան կոնկրետ պատմական իրադարձություններ, մարդիկ չգիտեն։ Բայց 4.54 բիլիոն տարի առաջ իրենք գիտեն, որ մեր երկիրը ստեղծվել է։ Ստեղծման մասին էլ գիտեք։ Զանազան տեսություններ կան, մեկը մեծ պայթյունով է առաջացել, մեկ էվոլյուցիայի ընթացքում երկար միլիոնավոր տարիներ, եւ ասում են, դե եթե 4.54 բիլիոն տարի է, կարող է մենք սխալվենք մի 50 միլիոն տարիով ընդհանրապես։ Այսպիսի պատկերացում ունեն աշխարհիկ մարդիկ, աշխարհիկ գիտությունը մեր երկրի տարիքի մասին։ Բայց մենք սուրբ գրքից կարող ենք որոշակի մոտավոր առումով պատկերացում կազմել, թե ինչքան ժամանակ է մեր այս գեղեցիկ երկնագույն մոլորակը գոյատևում։ Եթե մենք իմանանք մոտավորապես երբ է եղել արարչագործությունը եւ մենք ունենք ժամանակագրություն, կարող ենք հաշվել, ասեք խնդրեմ, մենք հիմա վերջերս տոնեցինք 2026 թվականի գալուստը, չէ՞։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ այդ 2026-ը որտեղից ենք մենք վերցրել։ Քրիստոսի ծնունդից հետո, չէ՞, այդպես է հաշվում։ Սա աշխարհիկ գիտությունն է, բայց շատ բաներ կապված են իհարկե եկեղեցու հետ։ Ուրեմն 2026 տարի հաշվում է ըստ գիտության Հիսուս Քրիստոսի ծնունդից այս կողմ, որ ասում են AD, չէ՞, գրում են անգլերեն։ Մենք ունենք ինչ-որ բանը հենարան այստեղից։ Գաղատացիս թղթում 4-րդ գլխի 4-րդ համարում, օրինակ, այսպիսի բան է գրած, տեսեք Պողոս առաքյալը գրում է։ Ովքեր են հիշում, ինչ է գրած Գաղատացիս 4-րդ գլխի 4-րդ համարում։ Երբ որ եկավ ժամանակի լրումը, Հիսուս Քրիստոսը ծնվեց, չէ՞, կնոջից։ Ինչ է նշանակում եկավ ժամանակի լրումը։ Այսինքն, երբ որ ժամանակը լրացավ։
ինչ ժամանակ լրացավ։ Նայեք խնդրեմ Գաղատացիս 4:4 համարը։ Երբ որ ժամանակը լրացավ։ Այդ ինչ ժամանակ է։ Ուրեմն Աստծո մոտ, ինչպես տեսնում եք, ամեն ինչ ժամանակի մեջ տեղավորված է գեղեցիկ։ Լսեք խնդրեմ ինչ է գրում Մարգարեական հոգին։ Ինչպես աստղերը իրենց նախասահմանված ուղու ընթարցակ պտույտի մեջ, այնպես էլ Աստծո մտադրությունները ոչ շտապել գիտեն, ոչ դանդաղել։ Նմանապես էլ երկնքի խորհուրդը որոշել էր Քրիստոսի գալստյան ժամը։ Երբ ժամանակների մեծ ժամացույցի սլաքը խփեց այդ ժամը, Հիսուս Քրիստոսը ծնվեց Բեթլեհեմում։ Երբ որ ժամանակը լրացավ, կար ինչ-որ ժամանակ, ըստ որի Քրիստոսը պետք է ծնվեր այս երկրում։ Այդ ժամանակը լրացավ։ Այդ ինչ ժամանակ է։ Դանիել մարգարեն ունի մարգարեություն, որտեղ շատ գեղեցիկ նկարագրված է Մեսիայի գալստյան, նրա խաչելության, նույնիսկ նրա մկրտության ժամանակները, որ մենք հիմա ձեզ հետ միասին չենք դիտարկի։ Բայց այդ ժամանակը, որ հստակ նկարագրված է Դանիել մարգարեի 9-րդ գլխում, պետք է իր իրականացումը գտներ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքում։ Հենց դա է, որ ասում է, երբ որ ժամանակը լրացավ, այն ժամանակը, որ նշված էր Դանիել մարգարեի գրքում։ Ուրեմն նկատում եք, որ Աստված ժամանակի Աստված է։ Ինքը գործում է ստույգ ժամանակներով, որտեղ ինքն է սահմանել այդ ժամանակները։ Հետարքի է, սիրելիներ, ինչքան ժամանակ է անցել արարչագործությունից մինչև Քրիստոսի գալը։ Լավ, եթե մենք հիմա ապրում ենք Քրիստոսի ծննդից հետո մոտ 2026 տարի, ապա ինչքան է տևել ժամանակը այս երկրի պատմության արարչագործությունից մինչև Քրիստոսի ծնունդը։ Ես նորից նայեցի Google-ում, ուրեմն գրված է, որ քրիստոնյա կրոնավոր հավատացյալ մարդիկ կարծում են, որ երկրի պատմությունը մոտավորապես 6-ից 10,000 տարի է եւ որ մեր մոլորակը ըստ էության այնքան էլ ծեր չէ, երիտասարդ մոլորակ է եւ տեսեք ինչ հետաքրքիր բան է գրված Մարգարեական հոգում։ Հիսուսը մարմնավորվեց, երբ մարդկային ցեղը թուլացել էր 4000 տարվա մեղքի ծանրության տակ։ Ադամի ամեն մի զավակի նման Քրիստոսը եւս ընդունեց ժառանգականության մեծ օրենքի ազդեցության հետևանքները։ Լսում եք ինչ է գրված։ Քրիստոսը երբ որ մարմնավորվեց, ծնվեց այս երկրում, երկիրը եւ մարդկությունը գտնվում էին 4000 տարվա մոտավորապես։ Ինչի՞։ Մեղքի այոթուլության մեջ։ Այդ ծանրությունը ընկած էր մարդկության վրա։ 4000 տարի հետաքրքիր թիվ է, որի մասին մենք արդեն լսեցինք։ Հիմա եթե դուք մոտավորապես ուսումնասիրեք ծննդոց գրքից ժամանակագրությունը, այդտեղ գրված է օրինակ, որ Ադամը ապրեց այսքան տարի, հետո մահացավ, չէ, բայց այսքան տարեկանում նա ծնեց ինչ որդուն, եւ պես ծննդոց 5-րդ գլխում, 11-րդ գլխում կան ժամանակագրություններ եւ այդպես 5 տակարանում։ Եթե ուշադիր հետևելով մենք ուսումնասիրենք, մենք կտեսնենք, որ իսկապես արարչագործությունից մինչև Հիսուս Քրիստոսի ժամանակը ըստ Աստվածաշնչի երկար ժամանակ չի եղել։ Եվ մի քանի տեղերում Մարգարեական հոգին օգտագործում է այսպիսի արտահայտություններ։ Ավելի քան 4000 տարի, մոտավորապես 4000 տարի, շուրջ 4000 տարի։ Հիմա լսեք խնդրեմ օրինակ այս արտահայտությունը։ Դանիել մարգարեի այդ 9-րդ գլխի մարգարեությունը նկարագրելիս բացեք խնդրեմ Դանիել 9-րդ գլուխը։ Հիմա դուք պիտի տեսնեք ինչի մասին է խոսքը։ Դանիելի մարգարեություն 9-րդ գլխում։ Այստեղ կա ցնցող մարգարեություն, որին ասում են 77-նյակ։
Այս 77-յակը մենք ձեզ հետ միասին հիմա ամբողջը չենք նայի, բայց վերջին 7-յակի մասին, 70 այդ 7-յակի վերջին հատվածի մասին գրված է այսպիսի խոսքեր։ Դե լավ, պիտի կարդամ 26-27 համարները, հետևում եք։ Եվ 62 7-յակից հետո Մեսիան պիտի մահով դատապարտվի, բայց ոչ թե իրեն համար։ Եվ եկող իշխանի ժողովուրդը պիտի փչացնի քաղաքն ու սրբարանը, եւ նրա վերջը իբրև թե հեղեղով կլինի։ Եվ մինչև պատերազմի վերջը ավերածություններ են որոշված, եւ նա, ուշադիր եղեք, պիտի զորացնի ուխտը շատերի համար 1 7-յակ։ 7-յակը տարիներն են, 7 տարի, եւ 7-յակի կեսին պիտի դադարեցնի զոհը եւ մատարակը։ Եվ տաճարի ծայրի վրա ավերածի պղծությունը կլինի, մինչև որ վերջնական եւ նախասահմանյան պատուհասը կթափվի ավերածի վրա։ Ուրեմն տեսեք, հստակ նշված ժամանակներ են 77-յակ։ Ուրեմն գրված է ուրեմն 7 7-յակ, 62 7-յակ եւ 1 7-յակ։ Այսինքն տարիներ 7 տարիներ, 62 անգամ 7 տարիներ եւ վերջինը ինչ 1 7-յակ, այսինքն 7 տարի։ Այս վերջին 7 տարիների մեջտեղում գրված է կեսին պետք է դադարեցնի զոհն ու պատարակը, որը համընկնում է Հիսուս Քրիստոսի զոհաբերության հետ։ Քրիստոսը զոհվեց այս վերջին 7 տարիների կեսին։ Եվ երբ որ դուք հաշվարկում եք, դուք նկատում եք, որ Քրիստոսը մկրտվել է մեր ժամանակագրությամբ որ թվականին Ուրեմն, վերջին 7 տարիները, որի կեսին Քրիստոսը մահացավ։ Քրիստոսը մահացավ երբ? Երբ որ 33 տարեկան էր, բայց թվականը 27-ին ինքը մկրտվեց, օծվեց, չէ՞։ Քրիստոսը օծվեց 3.5 տարի անց ինքը ինչ արեց? Իրեն պատարակ ներեց մարդկությանը, որ ընկավ 31 թվական, չէ՞։ Եվ սա հենց համարվում է վերջին 7 տարիների կեսը։ Հիմա տեսեք ուշադիր 31 թվականի մասին ինչ է գրում Մարգարեական հոգին։ Շատ հետաքրքիր է։ Մեծ պայքար գրքում էջ 327։ Ես հա կարդում եմ նաև մեր բոլոր մյուս ընկերների համար։ Շաբաթվա կեսին կդադարեցնի զոհն ու պատարակը։ Մեր թվարկության 31 թվականին իր մկրտությունից 3.5 տարի անց մեր Տերը խաչվեց։ Գողգոթայում մատուցված մեծ զոհաբերությամբ ավարտվեց զոհաբերությունների այն համակարգը, որը 4000 տարի շարունակ մատնացույց էր անում դեպի Աստծո գառը։ Պատկերը հանդիպեց նախապատկերին եւ ծիսական համակարգի բոլոր զոհերն ու պատարակները դադարեցին։ Ուրեմն ուշադիր լսեք ինչ է գրված։ Միտեղ գրում է Մարգարեական հոգին, որ Քրիստոսը մարմնավորվեց, երբ որ 4000 տարվա մեղքով թուլացած էր մարդկությունը։ Դա ծննդյան մասին է խոսքը։ Այստեղ գրում է, երբ որ խաչվեց Տերը, վերջ դրվեց 4000 տարվա այդ զոհաբերությունների համակարգին։ Նկատում եք, ուրեմն մենք պետք է մոտավորապես պատկերացնենք, որ մեր ժամանակագրությունը ունի փոքր ինչ-որ ինտերվալ, ժամանակահատված, որում մենք հստակ, ստույգ չենք կարող նշել օրինակ մեկ թիվը Քրիստոսի ծննդյան։ Գիտեք նաև սիրելիներ, որ մեր թվարկությունը, որ հիմա մենք հաշվում ենք 2026 թիվ, չէ՞, մեկ թիվը, որից հաշվում է, պարզվել է, որ իր տեղում չէ իսկապես։ Մոտավորապես 3.5 տարիների շեղում կա։ Բայց դա մեր աշխարհիկ ժամանակագրությունն է ասում։ Հիմա նայեք, եթե Քրիստոսի խաչելությամբ
երբ որ վերջ դրվեց զոհաբերությունների համակարգին 31 թվականին, չէ՞, հաջորդ արտահայտությունը մեզ լրիվ պետք է որ ցնցի։ Մեծ պայքարը Քրիստոսի եւ Սատանայի միջեւ, որն ընթացել է շուրջ 6000 տարի, մոտենում է իր ավարտին։ Ուրեմն երկու տեսեք ժամանակահատվածներ։ 6000 տարի ամբողջը, չէ՞, արարչագործությունից ավելի շուտ, կասեի մեղանչումից մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը եւ երկրորդը 4000 տարի։ Այդ նույն մեղանչումից մինչև Քրիստոսի ծնունդը առաջին անգամ։ Երկու ժամանակահատված 4000 BC, որ ասում են, Քրիստոսի ծնունդից առաջ, եւ այն 2000-ն էլ որ գումարենք 6000։ Բայց գրված է շուրջ 6000 տարի։ Հիմա սիրելիներ, պատկերացրեք, եթե 31 թվականին Քրիստոսի խաչելության թիվն է, դա մեր ժամանակագրությամբ հստակ է։ Մենք ապրում ենք 2026 թիվը, մոտավորապես 3.5 տարվա շեղումով։ Հիմա, եթե 31 թվականին ավարտվեց 4000 տարվա զոհաբերությունների համակարգը, որ ժամանակից սկսեցին զոհ բերել մարդիկ, մեղքի զոհը երբ սկսեց բերվել ամենասկզբում։ Երբ էր հենց դրախտում, ճիշտ է, երբ որ Աստված հագցրեց Ադամին ու Եվային, կաշվե հանդերձանք։ Ուրեմն, մենք կարող ենք համարել, որ այս 4000 տարին պետք է սկսել հաշվել մեղանչման ժամանակից, երբ որ մարդկությունը ընկավ մեղքի մեջ։ Իսկ թե արարչագործությունից մինչև Ադամի մեղանչումը ինչքան ժամանակ է անցել, մենք չգիտենք։ Ուղղակի, տեսեք, Ադամի ստեղծումից, Ադամի եւ Եվայի ստեղծումից մինչև նրանց մեղք գործելը ինչքան ժամանակ է անցել։ Մենք չգիտենք, բայց դատելով այս արտահայտություններից, դա կարող է մոտավորապես ինչքան ժամանակ լինել։ Մոտավորապես այո, շուրջ 30-31 տարի, եթե այդպես դատենք։ Բայց նորից ուշադիր եղեք, շատ կարևոր բաներ պետք է ասեմ եւ պետք է ձեր եզրակացությունը շատ զգուշ անեք այս բոլորից։ Նախ եւ առաջ, սիրելիներ, մենք գիտենք, որ Աստվածաշունչը նախազգուշացնում է մեզ, որ Քրիստոսի երկրորդ գալստյան ոչ ժամը, ոչ օրը, ոչ ոք չգիտի։ Այդպես է ասում Աստվածաշունչը։ Այո, ոչ ոք չգիտի եւ ես նույնպես չգիտեմ։ Եվ մենք ոչ մեկս չգիտի։ Մենք երբեք չենք կարող նշել կոնկրետ ինչ-որ տարեթիվ եւ ասենք այս ժամանակ կգա Քրիստոսը։ Բայց մենք որպես Աստվածաշունչի ուսանողներ կարող ենք հետևություններ անել ուսումնասիրելով շատ մարգարեություններ։ Օրինակ, հենց սկզբում մենք կարդացինք, որ ասում է դուք կարող եք եղանակները, չէ, նայել եւ ժամանակի նշանները կարող քննել։ Բայց արդյոք ասում է չեք կարող հաշվել, չէ, մարգարեական ժամանակները։ Եթե հրեա ժողովուրդը ուշադիր ուսումնասիրեր Դանիելի մարգարեությունը, նրանք հաստատ կիմանային, որ այն ժամանակ, երբ որ Քրիստոսը խոսում էր իրենց հետ, դա այն ժամանակն է, որ իրենց Մեսիան պիտի գար։ Որտեղ Դանիելի մարգարեությունը նշում է կոնկրետ այդ ժամանակը։ Նայեք, ասում է 62 յոթնյակից հետո Մեսիան մահով պիտի դատապարտվի։ Հրեաների Մեսիան պետք է մեռնի։ Մեսիա ինչ է նշանակում։ Օծյալ։ Քրիստոսի օծությունը երբ է տեղի ունեցել։ Մկրտության ժամանակ, երբ որ Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով իջավ նրա վրա։ Ուրեմն, հիմա տեսեք, ես ձեզ մոտավոր ահեր պետք է ասեմ, Աստվածաշունչը գրում է, որ Քրիստոսի երկրորդ գալուստից հետո Աստծո ժողովուրդը ինչ որ մի ժամանակահատված պետք է ապրի երկնային քաղաքում։ Ինչքան ժամանակ։ 1000 տարի, ճիշտ է։ Գրած է 1000 տարի Աստծո ժողովուրդը պետք է ապրի երկնային քաղաքում, մինչև նոր երկիր ու նոր երկինք ստեղծվելը։
Այդ 1000 տարին ինչի մասին է վկայում։ Այս համար պետք է հարց առաջացնի սա։ Հիմա ուշադիր նայեք ինչ պետք է կարդանք ձեզ հետ միասին։ Բացեք խնդրեմ Ղևտացիներին 25-րդ գլուխը։ Գտաք։ Ուրեմն այստեղ ես կկարդամ 2-ից 4 համարները։ 7-րդ տարին երկրի համար հանգստության շաբաթ լինի։ Կարդամ երկու համարից, որ ավելի պարզ լինի։ Խոսիր Իսրայելի որդկանց հետ եւ ասիր նրանց. երբ որ այն երկիրը մտնեք, որ ես ձեզ պիտի տամ, թող այն երկիրը հանգստության շաբաթ պահի Տիրոջ համար։ 6 տարի քո արտը վարես եւ քո այգին 6 տարի էտես եւ նրա արդյունքը ժողովես, բայց 7-րդ տարին երկրի համար ինչ լինի հանգստության շաբաթ։ Ուրեմն տեսեք, ոչ միայն 6 օր աշխատիր եւ 7-րդ օրը հանգիստ, չէ՞, շաբաթ, որ մենք ամեն 7-րդ օր գալիս ենք եկեղեցի։ Այլ նաեւ ասում է 6 տարի պետք է դու գործես քո հողը արտը, բայց 7-րդ տարին ինչ շաբաթ պետք է լինի։ Եվ այս նույն մոդելով, սիրելիներ, մեր երկիր մոլորակը 6000 տարի, տեսեք մեղքի պատմությունը, 7-րդ հազարամյակը հանգստի ժամանակ է Աստծո արքայության կամ երկնային քաղաքի մեջ։ Ինչու համար է 7000 տարի, որպեսզի երկիր ինչ անի, այո, 6000 տարի մեղքից այն ապականվել է եւ այդ 1000 տարին Աստծո փրկյալ ժողովուրդը պետք է անցկացնել երկնքում, Աստծո քաղաքում, այնտեղ ենք աշխատելու են։ Ոչ, ինչ է լինելու։ Ուրեմն այնտեղ նրանք 1000 տարի վայելելու են հանգիստ, նրանք ծանոթանալու են Աստծո փրկության ծրագրի մանրամասներին եւ նաեւ դատավարություն է տեղի ունենալու, չէ՞։ Դատավարություն, որի ժամանակ ամեն մեկին պետք է բացահայտվի, թե ինչպես է որ այս անձնավորությունը հայտնվել է Աստծո արքայության մեջ, մյուսը չի հայտնվել։ Դատավարություն, որ պետք է սուրբերը, փրկյալները բոլորը իմանան, որ Աստված արդարացի է եղել։ Ուրեմն այդ 1000 տարի դա չի լինելու այն ժամանակ, երբ որ Աստծո ժողովուրդը այգիները տնկելու, տները շինելու, ոչ, դա լինելու է երբ հազարամյայից հետո, երբ որ ստեղծվի նոր երկինքը եւ նոր երկիրը։ Ուրեմն հազարամյան հանգստի հազարամյայի նշանակում է ինչքան ժամանակ է դրանից առաջ 6000 տարի, որտեղ 7000-ամյակը դա արդեն հանգստի այդ շաբաթն է։ Փաստորեն 1000 տարի շաբաթի նման պետք է լինի։ Այո, ուրեմն 1000 տարի։ Հիմա տեսեք, հաջորդը նույն գլխում մի ուրիշ բան է գրած, նայեք։ 10-րդ համարից պիտի կարդամ Ղևտացիներին 25-10։ Եվ 50-րդ տարին սրբեք։ Երկրի վրա նրա բոլոր բնակիչների համար ազատություն հրատարակեք, սա ձեզ համար հոբելյան տարի լինի։ Ձեզանից ամեն մեկը իր ստացվածքին դառնա, եւ ձեզանից ամեն մեկը իր ազգատոհին դառնա։ Այս 50-րդ տարին հոբելյան տարի լինի ձեզ համար։ Նայեք, սա շատ հետաքրքիր է։ Սուրբ պիտի լինի ասում է։ Հոբելյան տարին ձեզանից ամեն մեկը պիտի դառնա իր ստացվածքին։ Աստորեն, տեսեք, ամեն 7-րդ տարի պետք է լինի շաբաթ տարի եւ 7 անգամ 7, 49 տարի, որ անցավ, 50-րդ տարի պետք է լինի հոբելյան տարի։ Սա ինչի համար է Աստված տվել հրեա ժողովրդին։ Ինչի համար է այդպիսի բաներ ասել։ Սրանք իրական ապագայի ստվերներն են, կամ մենք ասում ենք նախապատկերները։ Ճիշտ է, մենք ձեզ հետ միասին անցել ենք ինչ է նշանակում նախապատկեր, պատկեր։ Այսինքն դրանց միջոցով Աստված ցույց է տվել ապագա իրադարձություններ, որոնք մենք կարող ենք տեսնել մարգարեությունների մեջ
եւ հասկանալ, որ այդ 1000 տարին 6000 տարվա հանգստյան տարին է կամ հանգստյան հազարամյա ներողություն։ Հիմա հաջորդը, որ պետք է կարդամ Հոբելյանի մասին, հետևյալն է։ Մինչև Հոբելյանը ներողություն, կարդանք ուրեմն հայտնության 20-րդ գլխում, որ դուք տեսնեք այդ 1000 տարին, ուրեմն 20-րդ գլխի 4-րդ համարում երկար համար է, հայտնություն 24, եւ տեսա աթոռներ, եւ նրանց վրա նստեցին, եւ դատավարություն տնվեց նրանց, եւ նրանց հոգիները, որ գլխատվել էին Հիսուսի վկայության համար եւ Աստծո խոսքի համար, եւ նրանց, որ չերկրպագեցին գազանի, ոչ էլ նրա պատկերին, եւ նրա դրոշմը չառան իրենց ճակատի վրա, ոչ էլ իրենց աջ ձեռքի վրա։ Նրանք կենդանացան եւ Քրիստոսի հետ թագավորություն արին ինչքան ժամանակ 1000 տարի։ Տեսեք։ Ուրեմն Քրիստոսի երկրորդ գալուստից հետո 1000 տարի այդ հանգստյան շաբաթը պետք է լինի, հանգստյան հազարամյա։ Իսկ մարգարեական հոգին հետաքրքիր բան է ասում, տեսեք։ Իսկ կարդամ. Երբ անվերջանալի օրհնությունը հռչակվեց փրկվածների վրա, ովքեր պատվել էին Աստծուն սուրբ պահելով նրա շաբաթը, Գազանի եւ նրա պատկերի վրա տարած հաղթանակի հզոր աղաղակը լսվեց։ Այնուհետև սկսվեց Հոբելյանը, երբ երկիրը պետք է հանգստանա։ Ուրեմն հազարամյայի սկզբում սկսում է Հոբելյանը։ Ուրեմն այդ հազարամյան, սիրելիներ, երկու մեծ իրադարձություններ է, որ իր մեջ ներառում է։ Դա եւ հանգստյան հազարամյան է, եւ Հոբելյանը։ Պատկերացրիք, ինչ հետաքրքիր է։ Հիմա շարունակենք։ Կենդանացան 1000 տարի թագավորեցին Հիսուս Քրիստոսի հետ։ Եթե իսկապես մենք հավատում ենք այս խոսքերին, ստացվում է, որ մեր երկիր մոլորակը առնվազն մեղանչումից մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը գոյատևելու է մոտ կամ շուրջ 6000 տարի։ 7-րդ հազարամյակը մենք այստեղ չենք կարող գտնվել։ Դա հանգիստ է երկնքում։ Եթե մենք հավատում ենք սրան, սիրելիներ, նշանակում է, որ իսկապես մեր թվարկությունից առաջ ժամանակահատվածը այս երկրի պատմության, մարդկության պատմության ավելին չի, քան 4000 տարի։ Պատկերացնում եք, սա շատ հետաքրքիր է։ Հիմա մենք ապրում ենք մեր ժամանակներում մի շատ հանդիսավոր, շատ կարևոր օրեր, սիրելիներ, որտեղ մենք մեր աչքերով տեսնում ենք այն ամբողջ ինչ որ գրված է Աստվածաշնչում։ Օրինակ, եթե նույնիսկ 50 տարի առաջ մենք չենք կարող ասել այն ինչ որ հիմա ենք ասում։ Աշխարհը այնպեսին չէր, ինչպես օրինակ հիմա է։ 50 տարի առաջ օրինակ չկար համացանց։ Չկար արհեստական բանականություն։ Գիտեք, artificial intelligence։ Սա մի ցնցող երևույթ է։ Ինչի է հասել մարդկությունը, եւ սա շատ առավելությունների հետ միասին ունի նաեւ շատ մեծ վտանգներ։ Արհեստական բանականությունը։ Դա գիտեք ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ այսուհետև մարդը կարող է նույնիսկ չսովորել։ Նա վերցնում է համակարգիչը։ Ինչ որ իրեն հետաքրում են, գրում են եւ վերջ։ Պատասխանը տալիս են։ Ինչ որ պետք է քեզ փաստորեն արհեստական բանականությունը կարող է կառավարել ամբողջությամբ։ Քո բոլոր հարցերը դու լուծում ես նրա միջոցով, համակարգչի միջոցով։ Մեզ համար մի քիչ դժվար է, բայց աշխարհի մարդիկ նրանք չգիտեն այս բոլորը։ Նրանք դա համարում են գիտության եւ տեխնիկայի առաջընթաց, բայց դրա վտանգները երբեմն հաշվի չեն առնում։ Ուրեմն, տեսեք ինչ է գրած Մատթեոսի ավետարան 24-րդ գլխում, 33-34 համարներ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ սերունդը չի անցնի, մինչև որ այս բոլորը կատարվի։ Ինչ սերնդի մասին է խոսում Հիսուսը։
Ուշադիր նայեք, Մատթեոսի ավետարան 24-րդ գլուխ, եւ այնտեղ գրված է մի սերնդի մասին։ Ինչ սերունդ է։ Ինչ այլոց որոշ թարգմանություններում ազգ է գրված, որը մի քիչ ստույգ չի, սերունդ բառն է ճիշտ, որ գուցե ովի կեղբայր ձեր թարգմանության մեջ ինչպես է գրված։ 24, 33, 34 Այսպես է դու դեր այս ամեն բաները տեսնեք, մացեք, որ այն դրների հետ մայիտ է մոտում դες թե այս ազգը չի անցնի, թե որ այս ամեն այլ ափսոս ազգ է գրածներից, պետք է լինի սերունդ բառը։ Սերունդ կա ինչ-որ մեկի մոտ գրված, սերունդ, չէ, պետք է լինի սերունդ, այսինքն, իսկ սերունդը մեր հաշվարկներով, օրինակ մեր ժամանակներում ինչքան է մոտավորապես, մի սերունդը ինչքան կլինի, ինչ? Ես ավելի քիչ կասեի, բայց ենթադրենք, մի 25-ից ենթադրենք մինչև 40, սերունդ, և ավելին չի կարող լինել։ Հիմա տեսեք, Հիսուսն ասում է, այն սերունդը, որը տեսնելու է այդ բոլորը, Մատթեոսի 24-րդ գլխի այդ բոլոր իրադարձությունները, չի անցնի, մինչև որ բոլորը կատարվի։ Մենք գործ ունենք ընդհանրապես մի քիչ, այսպես ասենք, ոչ ստույգ ժամանակահատվածի հետ, որը կոչվում է սերունդ։ Պատկերացնում եք։ Այսինքն 6000 տարին, չէ՞, մենք կարող ենք այդ, այն որ ասում ենք շուրջ, մոտավորապես եւ այլն, ընդհանրապես մեկ սերնդի կյանք համարել, սիրելիներ, որ կարող է այս կողմ կամ այն կողմ։ Իսկ եթե համարում ենք, որ 31 թվականին վերջ է դրվել զոհաբերությունների համակարգին, ուրեմն մոտավորապես կարող ենք պատկերացնել, թե ինչքան կարճ ժամանակ է մնացել, որ 6000 տարին դրան այս երկրում։ Նորից պետք է հիշացնեմ։ Դուք ինքներդ հաստատ գիտեք, որ Տիրոջ օրը կգա ինչպես գողը գիշերով։ Այսինքն, երբ ոչ ոք չի սպասելու դրան, որտեղ աշխարհը քնած է, ննջած է, անցավոր անտարբերության մեջ։ Եվ զարմանալի չէ, որտեղ քրիստոնյաների մեծամասնությունն է քնած սիրելիներ։ Նրանք երազում են ինչի մասին։ Քրիստոնյաները։ Մեծամասնությունը երազում է, որ այդ հազարամյան երանելի այս երկրում է լինելու, չէ՞։ Եվ նրանք վայելելու են 1000 տարի ծաղկուն բարգավաճ տարիներ։ Այդ մտքերով, երբ էլ որ Քրիստոսը գա, դա լինելու է ինչ։ Գիշերվա գողի նման։ Սպասելի։ Ուրեմն ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ սերունդը չի անցնի, ասում է Հիսուս Քրիստոսը, մինչև որ ամեն բան չկատարվի։ Թող Աստված օրհնի մեզ սիրելիներ, որ մենք վստահ ենք, ես անվերապահորեն վստահում եմ, թե Աստվածաշնչին եւ թե մարգարեական հոգուն։ Եվ ես վստահ գիտեմ, որ երբ որ 6000 տարին լրանա այս երկրի պատմության մեջ, այս երկրում Աստծո ժողովրդից ոչ ոք չի լինելու այլևս։ Այլ հազարամյան հոբելյանը պետք է սկսվի այնտեղ։ Ուրեմն մենք մոտեցել ենք ընդհուպ այդ տարիների ավարտին։ Կոնկրետ երբ կլինի դա, ոչ ոք չգիտի, բայց գրված է Թզենուց վերցրեք ինչ օրինակ։ Երբ որ տեսնում եք, որ տերևները ապկել են, չէ՞, Թզենու տերևը ավելի շուտ է ներողություն, պտուղ ավելի շուտ է երևում, քան տերևները։ Ուրեմն, եթե մենք հիմա ապրում ենք, օրինակ, ձմեռվա մեջտեղի ամիսն ենք, չէ՞, դեկտեմբեր, հունվար, փետրվար։ Մենք երբեք չենք կարող սպասել, որ գարունը կգա, ասենք, մի տարի կամ 2 տարի հետո, չէ՞, չենք կարող։ Մոտավորապես կարող ենք պատկերացնել, որ ինչ որ կարճ ժամանակահատվածում կգա գարունը։ Այդպես էլ այդ սերունդ հասկացողությունը դուք չեք կարող դա հարյուրավոր տարիներ հաշվարկել։ Սերունդը այսօր, եթե դուք նշեք Google-ում օրինակ կարող եք գրել, ինչքան այսօր համարվում մի սերունդը։ Հետաքրքիր է պարզապես նշել։ 25-30 տարի կլինի։ Ուրեմն մեր երկիրը սիրելիներ, ըստ էության հասել է այն ժամանակվան, երբ որ պտուղը հասունանում է, ինչ է լինում, որ լավ հասավ պտուղը,
վայր են գնում, չէ՞։ Կոնկրետ որ օրը վայր կընկնի, մենք չգիտենք, բայց գիտենք, որ արդեն հասունացել է, չէ՞, պտուղը, տեսնում ենք արդեն։ Այդպես էլ մեր երկրի վիճակն է։ Այն հասունացել է արդեն Քրիստոսի երկրորդ գալստյան համար։ Ժամանակը, որում մենք ապրում ենք, Քրիստոսը լրացուցիչ խնդրել է իր հորից, որ ձգձգի։ Ուրեմն թող Աստված օրհնի մեզ ամեն օր լինենք ինչ արթուն եւ պատրաստ։ Նկատի ունեմ ամեն օր ինչու, որտեղ մենք չենք կարող օրինակ, եթե կոպիտ օրինակ ասեմ, եթե Քրիստոսի երկրորդ գալուստը լիներ, ասենք 2031 թվականին կամ 2027 թվականին, մենք չենք կարող ապրել մինչև 2030 թվականի դեկտեմբերը, հետո դեկտեմբերին ասենք, լավ, մեզ մնաց շատ մի քանի օր պատրաստ ենք Քրիստոսի գալուստին։ Այդպես չի լինում, չէ՞, սիրելիներ։ Եթե մենք վստահ լինեինք, ինչ կանեինք մենք։ Օրինակ, կոպիտ օրինակ եմ ասում, սիրելիներ, հիշեք, որ ոչ ոք չգիտի ժամանակը։ Եթե մենք իմանանք 31 թվին, գալիս է Քրիստոսը, ինչ կանենք հիմա։ Այո, բայց այնքան էլ հանգիստ չենք ապրի, ճիշտ է։ Օրինակ կմտածենք, ինչ կհասցնեմ անել ես այս մի քանի տարիների ընթացքում, չէ՞։ Օրինակ, ինչ կանեք 2018 թվականին ես վթարի ենթարկվեցի, դուք հիշում եք երևի։ Ինձ մեքենան փողոցում հասնելուց խփել էր եւ չգիտեմ ինչպես եմ կենթանի մնացել։ Բայց երբ որ ես արթնացա, ահագին ժամանակ էր անցել։ Բացարձակապես ոչինչ չեմ հիշում ես մտածեցի հետո, Տեր Աստված, իսկ եթե ես չարթնանայի, ինչ պիտի լիներ, ասենք, իմ ընտանիքի հետ։ Օրինակ, իմ բանկային քարտը, ինչ պետք է անեի, պետք է կորչել այդ բոլորը։ Ինչ կանեք դուք, եթե իմանաք։ Առաջին հերթին կաշխատեք, որ ինչ որ մեկը ձեր ընտանիքից իմանա ձեր բանկային քարտի տվյալները, ճիշտ է։ Եվ եթե մենք համոզված լինենք, որ 31 թվականին օրինակ կլինի Քրիստոսի գալուստը, մենք կաշխատենք այնպես անել, որ մինչև այդ ժամանակը մեր բոլոր ունեցածը ինչ անենք, վայելենք, ծախսենք մեր համար։ Այսինքն, ուզում եմ ասել, որ մենք երբեմն լուրջ չենք ընդունում այս բաները, բայց այն ինձ հետ կատարվել է, դա լուրջ է, սիրելիներ։ Այսօր մարդը կա, վաղը չկա։ Այս աշխարհը կա, այս տարի, հաջորդ տարի մենք չգիտենք։ Տեսեք, աշխարհի ամենաազատ երկրում այսօր ակնհայտ բռնատիրություն է։ Եթե մենք մտածում ենք միայն Ռուսաստանն է, մեծապես սխալվեցինք։ Այսօր ուզում են հարձակվում են այս երկրի վրա, ուզում են հարձակվում են այս ազգի վրա, մյուս ազգի վրա, այսինքն այլևս չկան ոչ բարոյական, ոչ էթիկական, ոչ սահմանադրական նորմեր չկան։ Մարդիկ բոլոր գծերը անցել են արդեն։ Ուր է սա հասցնելու։ Միայն մեկ բան ես ձեզ ասեմ, լսեք խնդրեմ, չմոռանաք։ Անիշխանության, անարխիայի։ Սա հասցնելու է այնպիսի կետի, որ եթե Աստված չմիջամտեր, այս երկիրը կվերածվեր իսկական դժոխքի։ Ստո միջամտությունն է, որ փրկելու է ժողովրդին։ Քրիստոսն ասաց. Երբ որ տեսնեք թզենին, ինչ արեք, բարձրացրեք ձեր գլուխները, որովհետև մոտ է դռներին։ Ամեն։ Հիմա սիրելիներ, այս մտքերով եկեք կանգնենք աղոթքի եւ շնորհակալություն հայտնենք Աստծուն, որ մեզ տվել է այնքան գիտելիքներ, որպեսզի մենք հասկանանք, որ մենք հենց այդ սերունդի ներկայացուցիչներն ենք, որը տեսնում է ամեն ինչ եւ դրանց իրականացումը նույնպես։ Բարեգութ Աստված, փառք քեզ հավիտենապես, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով ոչ միայն փրկագնել ես մեզ, այլ նաեւ բազում նախազգուշացումներ ես ուղարկել, որ մենք տեսնենք եւ հավատանք, որ դու վերադառնում ես շուտով,
քո ժողովրդի հետևից, որ այս երկիրը չի կարող երկար դիմանալ մեղքի անեծքին։ Եվ քո ժողովուրդը նույնպես օգնած անդուխտները Տեր ամեն օր իրենց աչքերը դեպի վեր են պարզել եւ սպասում են ազատագրմանը այն ժամանակին, երբ քո ստացվածքը նորից պետք է վերադարձվի քեզ։ Մենք այստեղ Տեր Աստված այնքան խորը չենք զգում կարիքը, բայց կան երկրներ, որտեղ մարդիկ օր ու գիշեր իրենց աչքերը հառել են դեպի երկինք եւ այնտեղից սպասում են փրկության։ Ընտրում ենք Տեր Հիսուս, օրհնիր մեր համայնքի բոլոր անդամներին, մեր եկեղեցու բոլոր հավատավորներին, երիտասարդներին, պատանիներին եւ մեր հայ ժողովրդին, ում մենք ծառայում ենք եւ ում փրկությունը փափագում ենք։ Օրհնիր հասկանանք Տեր, որ սա երկար չի տևելու, որ ամեն մի տարին մեկ քայլ մեզ մոտեցնում է պատմության մեծագույն իրադարձությանը։ Մեղքը եւ չարը պետք է վերանան։ Մենք սա հասկանում ենք Տեր։ Եվ դու սպասում ես, որ այդ հենց մեղքի ճահճից մի քանի հոգու պոկես մեր ծառայության միջոցով, քո ժողովրդի միջոցով։ Շնորհակալ ենք քո գթասրտության համար, քո հայրական երկայնամտության համար, որ այսքան երկար համբերում ես մեղավոր աշխարհին։ Եվ շնորհակալ ենք, որ դու մեզ կրկին ու կրկին հիշեցնում ես, որ արթուն լինենք, որովհետև չգիտենք ոչ ժամը եւ ոչ օրը, երբ որ մարդի որդին կհայտնվի երկնքի ամպերով։ Սպասում ենք քեզ, սիրում ենք քեզ, Տեր Աստված։ Ասիր մեր աղոթքը Հիսուսի անունով։ Ամեն։ Մի նստեք, միասին երգենք երգ, որը կոչվում է Սպասում եմ քեզ։ 48 համարի երգ։ Համար 58 Ներողություն 50։ Սպասում եմ քեզ, համար 58 Please
Thank you.